Ողջույն։ Ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Demos podcast-ի 5-րդ էպիզոդն է։ Այսօր խոսելու ենք այն հարցի վերաբերյալ, թե կուսակցությունների այս բազմազանության մեջ ինչպես ճիշտ կողմնորոշվել եւ գրագետ որոշում կայացնել։ Ես այս podcast-ի շրջանակներում ներկայացնելու եմ այն անձանց, ովքեր չեն կողմնորոշվել, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել կամ առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին։ Մեր այսօրվա հյուրերն են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը եւ ընտրական հարցերով փորձագետ Տիգրան Մուղնեցյանը։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ինչպես արդեն նշեցի, մենք ներկայացնում եմ այն անձանց, ովքեր առաջին անգամ են փորձելու մասնակցել ընտրություններին եւ ուզում են իրենց գիտակցված որոշումը կայացնել, թե որ կուսակցությանը ընտրել, ինչպիսի հարցերին ուշադրություն դարձնել այդ ընտրությունը կատարելիս եւ այս առումով ցանկանում եմ ձեր խորհուրդը լսել, թե ես որպես առաջին անգամ ընտրության գնացող անձ ինչից պետք է սկսեմ իմ որոնողական աշխատանքները, իմ ուսումնասիրությունները եւ ինչպես կատարեմ այդ ճիշտ ընտրությունը։ Խոսքը տանք ձեզ, Տիկին Գրիգորյան։ Երևի կհամաձայնեք, որ աղմուկի մեջ ինչ որ բաներ հասկանալը քաղաքացու համար մի քիչ դժվար կարող է թվալ, բայց օրինակ ես իմ կարծիքով պետք է նախ առաջնահերթությունները ամեն մեկն իր մեջ իր համար հասկանա, որպեսզի կարողանա այդ աղմուկից տարբերակել այն մտքերը ու այն գաղափարները, որոնք որ իրեն հոգեհարազատ են։ Գիտեք, ընդհանրապես կյանքի ընթացքում մենք ընկերություն ենք անում տարբեր մարդկանց հետ եւ մեզ ընկեր ընտրելուց ընտրում ենք մեզ նմանին, որը որ չի կարող 100%-ով մեզ նման լինել, բայց մեզ հետ կկիսի մեր արժեհամակարգը, մեր գաղափարները, մեր երազանքներն ու ցանկությունները։ Կարծում եմ, որ նախ պետք է հարց տալ, թե մենք ինչ ենք ուզում, ամեն մեկս մեզնից, հա, ինչ է ուզում, ինչ նպատակներ ունի, ինչպես է տեսնում իր երկրի ապագան։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել եւ կուսակցությունները բոլոր քաղաքական ուժերը տալիս են այդ հնարավորությունը, որտեղ իրենք բոլորն ունեն ծրագրեր, ընդ որում այդ ծրագրերը գրված են բավականին մանրակրկիտ, մենք ուղղակի հայերս չենք սիրում շատ կարդալ, կարծում եմ, եւ դա խնդրահարույց է մեզ բոլորիս համար, եթե մենք տրամադրենք մի փոքր ժամանակ եւ կարդանք այդ ծրագրերը, ընդ որում կարդալն էլ պետքա սիստեմավորված մոտեցում պետքա այդ կարդալուն ոնց որ կարդալն իրականացնենք, ինչի, որտեվ ոչ թե ման-գանք ինչ հարցի պատասխաններ, այլ թե ինչպես, որովհետև կարան շատ գաղափարներ լինեն, տեսլականներ լինեն, հա, ավելի երևի թե հարմար կլինի եւ իրատեսական լինի մտածել, թե այն ինչ գրված է, ինչպես է լուծվելու, ինչպես է իրականացվելու եւ համեմատականներ տանել, որովհետեւ համեմատականներ էլ կարելի է տանել մնացած խաղադաշտում մասնակիցների տարբեր ծրագրերի եւ մտքերի հետ կապված։ Այսինքն կներեք, պետք է ավելի շատ հասկանանք, թե մենք ինչ ենք, հա, ակնկալում մեր համար, այն հարցերը ձևակերպենք, որոնք կարևոր են, ու ըստ այդմ արդեն մոտենանք նաեւ կուսակցությունների ընտրության հարցին։ Իհարկե, որովհետեւ եթե դու ինքդ չգիտես, թե դու ինչ ես տեսնում կամ ուզում կամ պատկերացնում, ընդհանրական այդ աղմուկ ասվածի մեջ դու կարաս լսես շատ հետաքրքիր գաղափարներ, որոնք որ կարան ուղակի կոչեր եւ կարգախոսներ լինեն, բայց ոչ հստակ ծրագիր։ Պետք է զանազանել դրա համար բացի այն ամեն ինչից, ինչ մեր քաղաքացիները կլսեն, կտեսնեն հեռուստատեսությամբ, համացանցով, ես հորդորում եմ բոլորին նաեւ կարդալ, որովհետեւ էմոցիոնալ պորտկումները մանավանդ քարոզչության ընթացքում, հա, շատ սովորական նորմալ բան է, դա հենց այդպես էլ ամեն ինչ պիտի լինի, բայց ինքը էմոցիոնալ է, որպեսզի տեսնես հիմնանպատակները, բովանդակությունը եւ այդ արժեքը, որը որ ինքն իրենից կարող է ներկայացնել, կարծում եմ պետք է կարդալ։ Շատ լավ։ Տիգրան, կարդալու հետ կապված, ես որպես առաջին անգամ ընտրության գնացող չեմ պատկերացնում, թե որտեղ պետք է փնտրեմ եւ գտնեմ այդ ինֆորմացիան, ինչ որ համակարգված մոտեցում կա, որտեղ է հրապարակվում այդ ծրագրերը կամ եթե չեն հրապարակվում, ապա ինչ կարգով կարող եմ ծանոթանալ, բոլորը ունեն արդյոք ծրագրեր, այդ մասով ինչ խորհուրդ կտաք ինձ։ Մի քիչ հեռվից գամ, բայց ինձ թվում է նաև հարցի հասցեատերը Տիկին Գրիգորյանը կարող է լինել, որտեղ հանձնաժողովի հենց կայքում է հրապարակվում նախընտրական ծրագրերը։ Բայց երբ որ ասում ենք առաջին ընտրող,
պետք է հասկանան, որ առաջի հերթին հենց այդ ընտրողը, որ առաջի անգամ պետք է ընտրի, ինքն էլ շատ հարցեմ կողմնորոշված չի, ինքն էլ չի հասկանում ինքը ինչ քաղաքական արժեքներ ունի, ինչ նախընտրություններ ունի, այսինքն ինքն էլ պետք է փորձի կամ գիտելիքի ոչ միայն ծրագրեր կարդալու, այլ առհասարակ այսպես ինքնահայեցման միջոցով հասկանա, ու այդտեղ կան այդ գաղափարախոսություններ ասածները, թե մոտավոր ինչ գաղափարածախ ես, աճ ես, կենտրոնամետ ես, ավելի որոնք են այդ աճ ծախ, այս կողմնորոշվեմ ես ավելի շատ կողմ ես օրինակ քաղաքական ենթատեքստերից հեռու մարդ եմ ու ինձ համար դժվար է այդ ամեն ինչը ընկալել օրինակ ձախերը ավելի հավասարության, պետության մասնակցության կողմնակից են, որպեսզի պետությունը ավելի շատ մասնակցի եւ հարստությունը հասարակությունում օրինակ վերաբաշխի տարբեր խավերի մեջ աճերը ավելի ազատության կողմնակից են, երբ որ տրվում են իրավունքների հավասարություն եւ մարդիկ արդեն այսպես ասած հավասար դաշտեր ունենում գործելու, բայց արդեն արդյունքների տեսանկյունից ամեն մեկը մնում է իր արդյունքի տերը, այսպես ասած Այստեղ երբ որ դասախոսում էի ժամանակին Բրյուսելում ու հիմնականում ոչ քաղաքագետներ, որտեղ քաղաքագետները դե բնականաբար քիչ թե շատ ավելի շատ պատկերացում ունեն, այսպես որ Տիկին Գրիգորյանը ասաց կոչեր, կարգախոսեր, ես կավելացնեի նաև երրորդ կն կենացները, ավելի կենացների են նման, այդ կենացների ընկալումներն էլ էր շատ նման, երբ օրինակ ասում էի ով է կողմ որ կրթությունը լինի անվճար, բոլորը կողմ են, էլի։ Ով է կողմ որ առողջապահություն, բայց երբ որ փորձում ես արդեն քննարկել ում հաշվին, այսինքն արդյոք կողմ եք որ ձեր հարկերը բարձրացվեն, որպեսզի այդ հարևանի երեխան անվճար սովորի։ Այսինքն դուք աշխատեք ամեն օր ձեր ծնողները աշխատում են, դուք անվճար սովորում եք, որտեվ լավ եք սովորել, բայց նաև կան որոնք այդքան լավ չեն սովորել, բայց նաև ձեր գուցե չեն էլ աշխատում, կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել։ Այստեղ թե դրա համար շատ առաջնահերթ առաջի քայլը թե դու ինչ բան ունես, էլի քաղաքական հայացքներ ունես, քո ինչ արժե համակարգ ունես, որպեսզի հետո կարողանաս այսպես ասած քո perfect match-ին։ Իսկ այդ perfect match-ին վերհանելու հետ կապված, ինչպես ես հասկանամ կոնկրետ կուսակցությունը, հա, ոնց կարող եմ հասկանալ, թե ինքը աճ է, ձախ է, ինչ է ռոպագանդում։ Լայլի լավ հարց է, մի քիչ Հայաստանում այդ մասով խնդիրներ ունենք։ Համացանցում շատ բաներ կան, պլատֆորմներ կան, անվճար կարելի է պարզել քո գաղափարախոսությունը։ Մեր օրենսդրությամբ կուսակցությունները բոլորը պարտադիր պետք է հենց կուսակցական ծրագիր ունենան։ Բայց նախընտրական ծրագիրը պարտադիր չի արդեն։ Իսկ ինչով է տարբերվում այդ կուսակցական ծրագիրը նախընտրական։ Բնականաբար ժամանակային կոնտեքստով, այսինքն եթե ընտրությունների համար է, թե կոնկրետ այս ընտրությունների համար ինչ են առաջարկում բուն ելնելով իրենց կուսակցական Այսինքն առաջիկա 5 տարիների, հա, առաջի 5 տարիների եւ այդ ժամանակի համար ծառացած մարտահրավերների, այսինքն գուցե կուսակցությունը 90-ականներին է հիմնադրվել եւ բնականաբար մարտահրավերները արդեն տարբեր են եւ ծրագրային ընտրությունից ընտրություն տարբերություն կա։ Ծրագրերը, որոնք նախընտրական են, պարտադիր չէ որ ուժերը մասնակից ունենան, որոշները բարեկամաբար մոտենալով հրապարակ ստեղծում են եւ հրապարակում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, այնտեղ ընտրություններ բաժին կա, եթե գնալ ազգային ժողովի 2026 ընտրություններ, տեխնացում, այսինքն գրանցված մասնակից ուժերի հատվածներում կարելի է եթե ունեն տեսնել։ Այսինքն բոլոր ծրագրերը նախընտրական զետեղված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։ Եթե ունեն։ Իսկ կուսակցական ծրագրերը արդեն ազդարարում են, որ ավելի բարդ է գտնել, այդքան այսպես ասած user friendly չի այդ ամեն ինչը, բայց մի փոքր դիտարկում էլ ավելացնեմ, երբ որ ասում ենք կա գաղափարախոսությունը, կա ծրագրերը եւ պետք է գտնել perfect match-ին, ինչ գործիքներ կան ժամանակին 18 թվականին Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամը ընտրամատը ստեղծեց, որը մի շարք հարցեր օրինակ 10-15 րոպե ժամանակ էր ծախսում, ինչ որ հարցերի էր պատասխանում եւ այդ օրինակ չգիտեմ, կողմ ես արդյոք ավելի շատ ազատությանը, կողմ ես արդյոք չգիտեմ, ինչ որ բանը ազատականացվի կամ պետությունը ավելի շատ հարկեր հավաքի, բնապահպանության վրա ծախսեր, այդպիսի որակի հարցեր եւ վերջում քեզ ասում են ամենամոտը դու որ կուսակցությանն ես իրենց ծրագրով։
Իսկ հիմա կա գործում է։ Հիմա դա գոյություն չունի, բայց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, սա շատ տարածված գործիք է միջազգային Գերմանիայում, այնտեղ միլիոնավոր մարդիկ հենց այդպես փորձում են բարձել ու շատ հետաքրքիր նաև տենդենսներ կան, որ նրանք ակտիվ կուսակցական գործիչներ անցնում են, հետո բարձում են, որ իրենց կուսակցության հետ ընդհանրապես ավելի հակառակ մեկին պետք է ընտրեն, բայց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը այստեղ նույն վոլոմատ է կոչվում, այդ վոլն ընտրամատի նման, այսինքն գտնել այդ մեջը, էլի։ Կա հիմա գործում է։ Հիմա պետք է որ սկսի գործել, այս ընտրությունների համար ստեղծում են, բայց այստեղ սրանով ամփոփ եմ միտքը, որ հերթական խնդրին ենք բախվում, երբ որ ասում են ոչ բոլոր կուսակցությունները ունեն նախընտրական ծրագրեր, ոչ բոլոր կուսակցություններն նաև մասնակցել եւ ընդառաջ են գնացել այդ նախագծին ծրագրին։ Այսինքն այստեղ պետք է կուսակցություն ընտրամադրել ինֆորմացիան, որ այդ հարցերի մշակման թեզերի, որին ես էլ եմ ինքս մասնակցել այդ ծրագրի շրջանակում, ուղարկում էր կուսակցություններին, որոնց մասին կուսակցությունը պետք է դիրքորոշումներ հայտնի։ Գործիքը որտեղ է տեղադրված, այսինքն երբ որ հրապարակվի ինքը ոնց ինքը համացանցային կայք է լինելու, ես վստահ չեմ հիմա արդեն այդ մեկնարկը տրված է թե չէ դրա համար չեմ կարող ասել որ այս կայքով անցնեն, բայց ինձ թվում է կգովազդվի այդ նախագիծը եւ բոլորին ինչ-որ շատ քիչ թե շատ հասանելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի էջում հա կլինի։ Եթե թույլ տաք հավելեմ ուղղակի Տիգրան շնորհակալ եմ որ խոսեցիր դրա մասին, բայց ինքը շատ ավելի ակադեմիական մոտեցում է սարցին։ Շնորհակալ եմ որ հիշատակեցիր մեր կայքը, այո կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, եթե կուսակցությունը ներկայացնում է ծրագիրը հրապարակվում է եւ իրան հնարավոր է կարդալ, ներբեռնել, ուսումնասիրել եւ այլն, եւ բոլոր արժեընտրությունների եւ ոչ միայն արժեընտրությունների վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը կան կայքում։ Դա հնարավորություն է տալիս նաեւ համեմատելու նույն ուժի տարբեր թվականների ներկայացուցիչ։ Իսկ կարևոր է այդ համեմատությունը։ Շատ կարևոր է, որովհետև գոյություն ունեն ցուցիչներ։ Այդ ցուցիչներով դու կարաս հասկանաս, օրինակ, այն ինչ որ ասվել է։ Մոտավորապես օրինակ, այդ տրված ժամանակահատվածում իրականացվել է, ինչքանով է իրականացվել։ Արդյոք քո համար դա կարևոր է։ Կամ մի հատ այլ ձևաչափով էլ կարող ենք այս հարցին մոտենալ։ Միգուցե ես կրթության ոլորտն եմ կարևորում։ Ոչ թե նստել ամբողջ ծրագիրը ուսումնասիրել, այլ մի հատ տեսնել այդ կրթությունը ինչ է ինձ ասում այս քաղաքական կարող ենք այսինքն համեմատել բոլոր հա ծրագրերի հենց կրթական բաժինը որտեվ հիմա բոլորը շատ զբաղված են ժամանակ չկա դու կարող ես վերցնել քո համար կարևորագույն ոլորտը օրինակ համեմատական այսինքն այդպիսի ձևաչափով ընտրություն կատարել նույնպես ինչ որ ձևով հա հնարավոր է ու արժի այդպես անել պարտադիր չի ամբողջ տեքստը կարդալ ամբողջ ծրագրերին ծանոթանալ ուրիշ բան էլ կարող եմ ասել դուք կարող եք ամփոփիչ վերջում, եթե չեմ սխալվում, չէ, կուսակցությունների ծրագրերում կա այդպես ամփոփիչ ակնարկ, ընդհանրական մոտեցում բոլոր թեմաների հետ կապված։ Անգամ այն լեզուն, բառերը, որով որ այդ ամեն ինչը գրվում է, քեզ կարա շատ լավ ձևով ուղղորդի, որովհետև դու կհասկանաս, քեզ հարազատ բարերն են այնտեղ օգտագործվում։ Քեզ հասկանալի մտքեր են այնտեղ տեղադրված։ Դու չես գնում ընտրության ընտրելու ինչ որ մեկին կամ ինչ որ մի քաղաքական ուժին, որովհետև քեզ դուր են գալիս այդ քաղաքական գործիչների հակու կապը, չէ՞։ Դե չգիտեմ, միգուցե կան մարդիկ, որ տենցել են առաջնորդվում։ Մենք գնում ենք եւ ընտրում ենք այն քաղաքական ուժին, ում գաղափարախոսությունը մեզ համար հոգեհարազատ է։ Այո։ Ում ասվածը մեր գլխում, սրտի մեջ ինչ որ ձևով արձագանք է ստանում։ Տիկին Գրիգորյան, օրինակ, ինչպես ես կկարողանամ, հա, այդ տարբերակումը ինքս ինձ համար կատարել, հա, որոնք են նախընտրական այդ խոստումները, այդ կենացներ ասվածը, իրական իրագործելի, հա, ծրագրերից, ինչ որ գործիքներ, ինչ որ հմտություններ, եթե ես ինքս քաղաքագետ չեմ, իրավաբան չեմ ուզում հետաքրքրված չեմ այդքան քաղաքականությամբ, բայց ավելի կարճ ժամկետում ու հեշտ միջոցներով, ինչպես ես ինքս, հա, տարբերակեմ այդ խոստումը իրականացվելիք գործողությունից, ինչ խորհուրդներ կտաք դուք մեզ ընտրողներիս։ Շատ բարդ, բայց հիանալի հարց եք տալիս։ Ինչի բարդ, որտեվ այդ հուզումնալից վիճակը շատ մեծ ազդեցություն կարա գործի մարդու վրա։ Բայց կոչերն ու կոչումները միայն նրա մասին են, թե ինչ կարվի, սրանից հետո ինչ կարվի,
այդ որ արվի դրանից հետո ինչ կարվի, միշտ մի հարց կա ինձ համար, համենայն դեպս որպես ցուցիչ, իսկ ինչպես։ Ես կարծում եմ, որ դա հիանալի stop բառ է բոլորի համար, ինչպես է դա իրականացվելու կամ ինչ ժամկետներում։ Ես եւ Տիգրանը իրար հետ մասնակցել ենք ռիսկերի գնահատման սեսիա ենք վարել, հա, հանձնաժողովականների համար մեր այդ ռիսկերի գնահատման դասընթացը մեզ շատ բան սովորացրեց։ Գիտեք, ընտրություն անելը եւ սխալվելը, չգիտեմ, վատ բան չի, ու պետք չի դրանից վախենալ։ Յուրաքանչյուրս կարա սխալ հասկանա կամ հասկանա այնպես, ինչպես կուզենար, որ հասկանար, բայց իրականում այդպես չի, հա։ Պետք չի դրանից վախենալ, որովհետեւ ավելի լավ է վերջում հասկանալ տվյալ պահին դու ինչ ես ուզում ու ակնկալում, քան հետո մտածել, բա ինչ վատ է, всё, ես էլ չեմ գնալու, հիասթափվեցի։ Այդ ռիսկերի գնահատումը, որ ես ու Տիգրանը իրար հետ վարում էինք, մեզ դա ինձ օրինակ ամենայն դեպս դրան բերեց, որ այո, դու գնահատում ես արդյոք ռիսկը որն է ու պատրաստ ես այդ ռիսկին դրա համար կարծում եմ ընտրության գնալուց առաջ պետք չի մտածել որ դու ամեն ինչ գիտես կամ ամեն ինչ հասկանում ես կամ բոլոր հարցերին յուրաքանչյուրը կարա պատասխանի դա հնարավոր բան չի դա ընթաց կա եւ մենք բոլորս սովորում ենք եւ կայանում ենք եւ կառուցում ենք իրար հետ քաղաքացիները քաղաքական ուժերի հետ եւ առանց մեր օգնության այդ ամեն ինչը ոչ ոք չի կարող կայացնել եւ ինքը կմնա կոչ Շատ լավ Տիգրան, հարցս ձեզ ուղղեմ, իսկ ինչպես օրինակ ծրագրերի հետ կապված, ասաց Տիկին Գրիգորյանը, որ կա ինչ-որ կառուցվածք, հա, կարող ենք միայն ամփոփիչ, ինչ որ այդ ծրագրերի կառուցվածքին մի փոքր կծանոթացնես ու ասես թե ինչից է բաղկացած, որ մասերը պետքա կարող ենք skip անել, չնայել, եթե օրինակ հենց կրթական ոլորտն է հետաքրքրում մեզ օրինակի համար, արդյոք պետքա նաև հղում անեմ, գնամ նայեմ ընտրական ցուցակները, հա, կուսակցությունների, չէ՞ որ ամեն դեպքում կուսակցությունների ինչքան էլ մենք գնում եւ ընտրում ենք կուսակցություն ծրագիր, ամեն դեպքում կուսակցությունների հետևում մարդիկ են ու ինչքանով է պետք նաեւ կարեւորել հա ընտրացուցակներին ծանոթանալ, տեխնազուներին ծանոթանալ, իրենց կենսագրական տվյալները եւ այլն, թե կարեւոր չի եւ միայն ծրագրի ուսումնասիրությունը բավարար կլինի։ Հարցին մինչև պատասխանելը հիշեցի բանն էլի նախորդից որ խոսում էին տրամատի վոլոմատի մասին գործընկերոջս Էդգար Վարդանյանի ստեղծած գործիքի մասին մոռացել էի քաղաքական դիալոգ երկխոսություն հկա նաև որը այդ քաղաքական կոմպաս էլի հարցաշարի միջոցով հնարավորություն է տալու բարձելու հենց հայաստանյան իրականությամբ մոտավոր որ կուսակցությանն է հարում եւ այլն ու կարևոր գործիքը էլի այդ գործիքը կա ենթադրում եմ գուցե ես 26 ընտրությունների համար թարմացվի բացի դա էլ ասենք բանա չէ հիմա եթե առաջին ընտրողի մասին ենք խոսում բոլորը հաստատ լավ է AI-ից գլուխանում են կարելի է տենց PDF-ներ են կայքում դրած քաշել բոլորը upload անել AI նույն GPT թե Claude թե չգիտեմ Gemini ասել օրինակ ինչ հարցերով ես հասկանամ որ նա իմ ամենա լավ տարբերակը որին ես կարող եմ ընտրել ուտես կարելի է տենց օրը մի 5 րոպե հետ զրուցելով մինչև ընտրություններ մի ամիս կա էլի գլուխ անել կառուցվածքի մասին եթե խոսանք ասում ենք հա տարբեր բաժիններ ունի այլ այդպես պահանջել չկա կուսակցություն կա կավա մի էջանոց ինչ որ բան տա որ հենց այդ կենասների մակարդակում է գրած ոնց ասացի ուզում ենք որ ամեն ինչ լավ լինի նե բոլորն էլ կարող ուզում են բայց ոնց այդ այլ հարց է նույնեք ասում են կրթության էլի այդ բուհական փորձից իմ սիրած հարցերից մեկը բանն է էլի ասում էի հենց ովակոն որ անվճար կրթություն լինի օրինակ մարզաբնակ ուսանողների համար Ըստ անբնականաբար մարզաբնակ ուսանողները կային եւ Երևանաբնակ էլ դրանց բոլորը ձեռք էին բարձրացնում էլի առանց բացառության ասում էի դե լավ իսկ հիմա եթե բոլոր մարզաբնակներին հա պատկերացրեք ընդունելության քննությունը Երևանաբնակների մոտ 10 հոգի ավելի շատ բալ են հավաքել քան մարզաբնակ ուսանողները բայց իրանք չեն ասում անվճար որտեվ իրանք համար տեղերը սահմանափակ են իսկ մարզաբնակների համար բոլոր տեղերը ասահմանափակ են հետո Երևանաբնակները միանգամից ձեռքը իջացնողից եմ հարցնում ովակո ձեռքը իջացնում ասում նաև պետք է հաշվի առնել որ բայց ինչ ենք էս առաջարկը տանում արդարության գաղափարի շրջանակում որտեղ շատ սահմանաբերձ բնակավայրերում օրինակ
ուսուցիչները որակավորված տարբեր առարկաներով չեն եղել։ Օրինակ մի ուսուցիչ տարբեր առարկան է։ Խտությունը բնակչության քիչ է եղել, մի աշակերտին շատ քիչ թվով ուսուցիչներ են ընկել, այսպես ասած այդ վերապատրաստվելու բանի, չգիտեմ, ավարտական տարբեր մարդկանց մոտ պարապելու ինստիտուտը չի եղել ու մարդիկ շատ ավելի քիչ մրցակցային են դարձել, քան Երևանաբնակները։ Հիմա որպես մենք հասարակություն անելիք չունենք այդ անհավասարությունը որևէ կերպ հարթելու, թե պետք է ասենք դե թող սենց է շարունակվի, բուհում էլ խորանա այդ անհավասարությունը, հետո հայտնվի այդ աշխատաշուկայում այդ անհավասարությունը։ Այսինքն այս հարցերի պատասխաններով է, որ մենք պետք է հասկանանք, մենք հիմա որ ինչ ձևի հասարակություն ենք ուզում եւ այդ փոփոխությունները ում հաշվին են լինելու։ Հիմա այդ հարցի պատասխանները նախընտրական ծրագրերում ներառված են, թե ամեն դեպքում այդ այն հարցերն են, որոնք մենք պետքա դեմ արդեմ կամ միգուցե ինչ-որ գրավոր հարցումների տեսքով հղենք հենց այդ կուսակցությանը ու պատասխանները ստանանք, որպեսզի հասկանանք էլի իրատեսականության տեսանկյունից ինքը առաջարկ է խոստում է, թե իրագործելի ինչ-որ գործողություն ապագայում։ Դե մասամբ ինչ-որ ծրագրերում գուցե լինեն, բայց այս քարոզարշավը նաև դրա համար է, որ բացի այդ թղթային ծրագրային վիճակից, այս ծրագրային դրույթներից բխող տեքստեր, բանավոր տեքստեր, հանդիպումներում խոսակցություններ լինեն, ես վստահ եմ ինչ-որ ֆորմատներ կլինեն, որտեղ օրինակ նույն ուղիղ եթերով հնարավորություն կլինի կոմենտով, ասենք YouTube-ում հարցղել մասնակիցներին։ Պետությունը մեծ ռեսուրս է ծախսում եւ կազմակերպում է դեբատ, որ հանրային հեռուստաընկերությունում ուղիղ եթերով տեղի ունենալու եւ ես հորդորում եմ բոլորին լսել, ոչ թե գամված մնալ հեռուստացույցի կողքը եւ երրորդ րոպեից սկսել ինչ-որ վատաբանել եւ կարծիքներ հայտնել, այլ ուղղակի լսել, մի փոքր։ Իսկ երբ են մեկնարկվելու, այդ մեկնարկի երբ է դեպատների լինելու։ Դեբատը ես չգիտեմ, հաստատ մի շաբաթ առաջ կլինի ընտրություններից մեկ շաբաթ առաջ, որտեղ որ բոլոր քաղաքական ուժերը, այո, դա օրենքի պահանջ է նաև, որտեղ որ բոլոր առաջին համարների հենց առաջին համարները ներկայացնելու են իրենց ծրագրերը, իսկ ձեր ասած հարցին, թե արդյոք պետք է ուսումնասիրել ցուցակում ներառված անձանց, իհարկե այո։ Իսկ ինչու ոչ։ Մենք կարող ենք ուսումնասիրել ովքեր են, ոնց է ցուցակը կազմված, ումից է ցուցակը կազմված, ուսումնասիրել այդ մարդկանց նախկին փորձը, նախկին կյանքը, որովհետև իրանք այն պատվիրակներն են, որ պիտի մեր կյանքը դարձնեն էլ ավելի, չէ՞, բարեկեցիկ։ Միգուցե ես այդ մարդկանց անցած փորձի հետ ինչ որ խնդիր ունեմ ինքսի մեջ։ Կարա իրանց կարգախոսները, կարա իրանց ծրագիրը, բայց ինձ համահունչ լինի, բայց ես անձերի հետ խնդիր ունենամ։ Դրա համար ինքը sense ընդհանրական մոտեցում ունի հասկանալու թե դու ում ես ընտրում եւ ամենակարևորը որ ինքդ քեզ հարց տաս, իսկ ինչի ես հենց իրանց ընտրում։ Շատ լավ, այսինքն ամփոփելով կարող ենք ասել, որ մեր առաջին քայլը պետք է լինի հասկանալ արդյոք այդ կուսակցությունը ունի նախընտրական ծրագիր թե ոչ, ծանոթանալ այդ նախընտրական ծրագրին, եթե հարցեր ունենանք, մասնակցենք քարոզարշավների, այդ կազմակերպված քարոզարշավներին եւ մեր հարցերը հղենք կամ օնլայն ֆորմատով հնարավոր դա կատարել ու հնարավորինս փորձենք նաեւ ինչու հարցը, ինչպես հարցը տալով հասկանալ արդյոք իրատեսական է այդ առաջարկը ներկայացված թե ամեն դեպքում հարցեր կան իրագործելու։ Ամենաառաջին քայլն ու ավելացնի հասկանալ դու ինքդ ինչ արժեքներ ունես, էլի, որտեղ շատ մարդիկ լսում են, ասում են դե էս լավ ասեց, հետո ասում են դե լավ էս ասեց, այսինքն պետք է մի հատ նախ հասկանալ դու ինչ ձևի հասարակություն ես ուզում, որովհետև տեղից է քո ընտրությունը բխելու, էլի։ Այսինքն ինչ որ չեքլիստ ունենաս քո համար, այսինքն օրինակ ուզում ես հարկերը բարձր լինեն հարուստների համար, թե բոլորի համար հավասար, որովհետև օրինակ նույն հարուստներն են, այսինքն չգիտեմ, IT-շտիկներ են, ոչ պակաս արդար քրտինքով աշխատում եւ պետք չի իրենց ավելի շատ հարկել։ Թե ամեն դեպքում օրինակ երկրում որտեղ մեծ աղքատություն կա, պետք է արդարությունը ամեն դեպքում որոշակի ձևով բալանսավորել եւ ինչ որ մարդիկ ովքեր ավելի շատ են աշխատում, փոքրինչ ավելի շատ հարկ տան, որպեսզի այդ անհավասարությունը մի քիչ շտկվի, այսինքն այդ պետք է հասկանալ բոլոր հասարակություններում այս բաժանումը կա անկալումների եւ պետք է ինքդ դու քո մեջ հասկանաս, որտեղ ոչ մի դեպքում եւ ոչ մեկ չի բերելու քեզ մի երկիր, որտեղ բոլորը հարուստ են, բոլորը միահամուռ են, միախմբված են, տարբեր շահեր կան, տարբեր ընկալումներ կան, ու դու պետք է ինքդ առաջինը քո համար հստակեցնես դու ինչ ընկալումներ ունես։
Շատ լավ։ Տիգրանը այդ արդարություն բառը որ ասում է, մեզնից յուրաքանչյուրն ուզում է այդ արդարությունը զգա, տեսնի, այդ արդարության մեջ ապրի, բայց շատերը շատ անարդար են վերաբերվում իրենց պետությանը, եւ այդ անարդարությունը կայանում է հենց ընտրության չգնալու մեջ, որովհետեւ չհետաքրքրվելու, չմասնակցելու, դա անարդար է պետության հանդեպ։ Ինձ թվում է ինքը այն բաղկացուցիչ մասն է մարդու կյանքի եւ քաղաքացու, որը պարտականության պես մի բան է յուրաքանչյուրիս համար։ Դրա համար պետք չի վախենալ, ելի եմ ասում, մի ինչ որ թեմաներից, որոնցից դուք բան չեք հասկանում, ձեզ թվում է, որ չեք հասկանում կամ չգիտեք, այդ ամեն ինչ կարելի է ուսումնասիրել, իմանալ։ Բայց ընտրության գնալ եւ մասնակցելը կարծում եմ կարևոր է։ Լավ, անցնեմ իմ հաջորդ հարցին, նաև որպես առաջին անգամ, ընտրության գնացող անձ ինձ հետաքրքիր է բացի բացառապես գնալ քվեախցիկում ինչ-որ ընտրություն կատարել եւ վերադառնալ տուն, ինչ որ այլ կերպ կարող եմ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մասնակից լինել ընտրական գործընթացներին, չլինելով որևէ քաղաքական ուժի անդամ, հետևորդ, այլ ուղղակի չեզոք քաղաքացի։ Ինչ կառուցակարգեր կան, օրենքով կամ հնարավոր է այլ ոչ օրենքով նախատեսված։ Երկու հիրանալի տարբերակ կա ներգրավելու ընտրական համակարգին, առաջինը որպես դիտորդ, որտեղ բազում հասարակական կազմակերպություններ կան, որտեղ որ դուք կարող եք հայտ ներկայացնել, եւ ձեզ հետ կանցկացնեն դասընթաց, ելի եմ ասում, դուք կարող ընդհանրապես ոչ մի բանից տեղեկացված չլինեն։ Ձեզ հետ կանցկացնեն դասընթաց, ձեզ շնորհեն որակավորում եւ դուք կգնաք դիտարկելու ընտրությունները։ Շատ հետաքրքիր մի տեսանկյուն, Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք հենց ներառված են ընտրական գործընթացներում, հիմա շատ բարձր որակավորում ունեն, անգամ ես իմ դասընթացների ժամանակ միշտ ասում եմ հանձնաժողովականներին, որ եթե դուք կարողանաք ճիշտ հաղորդակցվել այդ մարդկանց հետ, իրանք ձեզ շատ կօգնեն, որտեղ օրենքը հիանալի տիրապետում են։ Իսկ ինչ որ սահմանափակումներ կամ շեմ տարիքային չկա, ոչ մի սահմանափակում։ Այսինքն եթե ես 18 տարին լրացած ֆիզիկական անձ եմ, ուղղակի քաղաքացի եմ, կարող եմ դիմել հասարակական կազմակերպություններին եւ խնդրել իրենց որպես դիտորդ ինձ ներգրավեն ընտրությունների այս ընթացակարգին։ Շատ լավ, ինձ կհուշեք նաեւ թե որտեղ կարող եմ ծանոթանալ դիտորդական առաքելություններին, թե որտեղ ինչ որ համակարգված նշված են ինչ որ մի կայքում կամ չգիտեմ այլտեղ հրապարակված լինեն նրանց այդ թվում անունները, ինչպես կարող եմ դիմել, այսինքն ընթացակարգային հարցեր։ Դե առասարակ սոցցանցերում հաստատ կարելի է սկրոլ անելուց ինչ որ բանում ֆիդում բախվել գովազդի կամ պոստերի հավաքագրման դիտորդների, բայց մենք կայքում էլ հենց ընտրությունների Աժ ընտրություններ, այնտեղ դիտորդներ, ԶԼՄ-ներ եւ այլն հատված կա, այդտեղ բոլոր հավատարմագրված դիտորդական առաքելությունները ցանկով կա, իհարկե պետքա բան անել, ասել, որ ես բան եմ էլի շարի բախում ունեմ, ուտես չեմ ուզում ինչ-որ գովազդ անեմ այն կազմակերպությանը, որ ես եմ ներկայացնում եւ անարդարելի կլինի, որ այսքան արդարությունից խոսեցինք, նրանց անունը տակ չտալը, մնացածներին է։ Շատ լավ, ուղղակի հասկանանք ոնց գտնենք։ Բայց այդ կարելի է նայել, կարելի է այնտեղ նաեւ փաստաթղթեր են ներկայացնում եւ ենթադրում եմ հրապարակված է, կարելի է նայել ավելի փորձվածները, ավելի մասնագիտացածները, որոնք են, որովհետեւ ինչպես ցանկացած ոլորտում քաղաքականությունից մինչև բիզնես միշտ չէ որ բոլոր մասնակիցներն են արդար խաղի կանոններով առաջնորդվում դրա համար այսպես ասած լավ հեղինակությունը ամենակարևոր բաներից է արժանինքներից է թե մարդու թե նաև դիտորդական առաքելության համար իսկ ժամանակային առումով դիտորդություն անելու համար ինչքան ժամանակ է մոտավորապես ինձ կպահանջվի ինչ է ենթադրում էլի դիտորդությունը Այդ հետաքրքիր հարց եք տալի, որովհետև տարբեր այսպես ռեժիմներ կան դիտորդության, կա երկարաժամկետ դիտորդությունը, որ սկսվում է դեռ քարոզարշավի մեկնարկից ավելի առաջ, ընդհանուր դիտարկվում է քարոզարշավի ընթացքը, թե ուժերը իրենց ոնց են պահում, արդյոք օրենսդրությանը համապատասխան են իրենց քայլերը, սկսած ֆինանսավորումից վերջացած այդ հանրահավաքներով եւ այլնով, ինչեւ հենց քվեարկության օրվա դիտորդությունը, որը իրականում կարելի ասել մի քիչ մի օր շուտ է սկսվում, որտեղ այնտեղ հանձնաժողովի նիստ կա, հիմնականում կահավորման ընթացքում։ Այո, գնում են այնտեղ արագ գնահատում են, հետո
առնվազն մեկ Բուն ընտրության օրը։ ընտրություն քվեարկության օրը մեկ ամբողջ օր ձեզանից ստանելու է, բայց այդ այնպես չի, որ ստաժանակիր աշխատանքի է, այտենց բավականին հետաքրքիր է լինում։ Իհարկե հոգնում ես, բայց նաև Հոգնում ես, լարված ես, բայց այդ տեմպի արագության ժամանակ չես նկատում օրը ոնց անցավ, այդ ամենահետաքրքիր մասն էլ որ գալիս է այդ քվեաթերթիկների հաշվելը, ոնց որ հենց առաջի շարքում նստած կարող ես նորավ առաջի չէ, առաջի շարքում հանձնաժողովի անդամներն են, բայց մի շարքի հետև արդեն կարող ես ու նաև տեղեկացված ես հա, լինում։ օրինակ ինչ արդյունքներ հենց միանգամից Շատ բան կարողանում ես տեղում պատկերացնել, որտեղ այդ ամենի մասին անդադ խոսացվում է, բայց եթե տեղում չտեսնես, չես պատկերացնի։ Եվ մենք խոսեցինք մեկ ոնց որ հնարավորության մասին, եւս մեկ միջոց կա, էլի ներգրաված լինել ընտրական գործընթացներին, եթե քաղաքացիները օրինակ ուզենան լինել հանձնաժողովականների դերում, իրանք առաջնահերթ պիտի ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում, մենք հայտարարությունը տրամադրում ենք, տեղադրում ենք մեր Facebook-յան էջում, կայքում, որ դիմումներ ենք ընդունում, որովհետև իրանք պիտի լիցենզավորվեն, որը որ այդ լիցենզավորումը իրենց թույլ է տալիս հետո ներգրավվելու եւ ներառվելու որպես տեղամասային հանձնաժողովի անդամ։ Տեղամասային հանձնաժողովի անդամները ձևավորվում են ամեն մի քաղաքական ուժ ազգային ժողովում ներկա գտնվող 2 անդամ ներկայացնում, վերադաս, այսինքն տարածքային ընտրական հանձնաժողովը եւս 2 անդամ եւ այդպես ձևավորվում է տեղամասային ընտրական հանձնաժողովը, որը հստակ գործառույթներ ունի անելու, Բայց որին կարող են անդամակցել նաև ոչ կուսակցական։ Իհարկե, իրանք կարող են կուսակցության կողմից ներկայացվեն որպես անձ քաղաքացի, բայց չլինեն կուսակցականներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց հետ դասընթացներ է կազմակերպում, ամեն ինչ սովորեցնում է այդ ընտրության, որտեղ իրանք հենց տեղամասային ընտրական հանձնաժողովը ձևավորվում է տվյալ ընտրությունը կազմակերպելու, ամփոփելու, սպասարկելու համար։ Դրա համար այդ ամբողջ ընթացքը իրանց բացատրվում է, մենք իրենց այդ ամենի վրայով անցնում ենք, ինքը շատ հետաքրքիր։ Էս էլ ուրիշ պրիզմա է եւ ուրիշ տեսանկյուն է, արդեն որպես, այո, որտեղ դիտորդը կողքից նայող եւ դիտարկողն է, հանձնաժողովական այն մարդն, ով դա իրականացնում է, կազմակերպում է։ Շատ հետաքրքիր ընթացք է եւ գիտեք, ինձ թվում է, որ ընտրական համակարգը ամենահետաքրքիր համակարգերից մեկն է, որովհետև ինքը լայնաշերտ է։ Ինքը բոլորին է ներառում։ Իսկ բոլորը տարբեր են, միանման մարդիկ չկան, բոլորի հետ իրավունքները, այո, դա շատ հետաքրքիր է, դրա համար կարծում եմ մենք դες կկարողանանք բերել այս դաշտի եւ հետաքրքրացնել։ Այո, շնորհակալ եմ շատ ինֆորմատիվ զրույցի համար։ Ես որպես առաջին անգամ ընտրության գնացող բավականին շատ ինֆորմացիայի պաշար հավաքեցի եւ վստահաբար կօգտագործեմ իմ ընտրությունը կատարելու ընթացքում։ Ձեզ նույնպես շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար։ Այսօր փորձեցինք պարզել, թե ինչպես կարող ենք ճիշտ եւ գրագետ որոշում կայացնել ընտրություններին ընդառաջ կուսակցությունների այս բազմազանության մեջ։ Շնորհակալ ենք մեր հյուրերին եւ մինչ հանդիպում։